Երբ որ մենք նայում ենք փոսերին, պարոն Ավինյան, դուք նոր փորձեցիք ինչ-որ չափ փոքր իհարկե շատ կարճ անդրադառնալ, բայց երբ որ նայում եք խորը փոսերին, այդ փոսերից զգացում է, որ այդ փոսերի հիմքը հոսել է։ Հիմնականում այդ խորը փոսերը առաջանում են դիտահորեր ու շրջակայքում, նոր տրանշեի փորած շրջակայքներում, չգիտեմ, մալուխ են փոխել, կոյուղի են փոխել եւ այլն, այդ շրջակայքում եւ մնացած փոսերը, փոքր փոսերը առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց, ու ես փորձեմ նաեւ այդ բարձաբանել։ Ուրեմն, երբ որ կենտրոնի թաղապետն էլ թույլ չտա ստեմ, Լեռ Կամսար փողոցը 2024 թվականին 3 անգամ ասֆալտապատման աշխատանքներ է իրականացվել։ 25 թվականին նորից 3 անգամ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել։ Հիմա մի հատ նորից անցեք նայեք։ Երբ որ այդ ժամանակ ես ահազանգում էի, հայտարարում էի, փորձում էի բացատրել, որ բերում եք ասֆալտ եք անում, կողք են ճաքած տեղերը թողում եք մնում է, դա հենց անձրև է գալիս, լցվում է այդ արանքներով ու առաջանում են փոսեր։ Գնում եք կոպիտ ասած մի հատ փոքր փոսը վերանորոգում եք, կողքի այդ ցանցապատ, հա, ճաքերով ցանց ստացված ասֆալտը թողում եք նույն ձևի, չեք կպնում դրան։ Դա հետագայում առաջացնում է փոս, եւ քանդվում է տեղի ասֆալտը, եւ քանդվում է նոր արած ասֆալտը։ Բա եթե աղի պատճառով է, իմ մոտ նաև մի հատ հարց էլ առաջանում, հիմա քաղաքապետարանի օրինակ դիմացը հենց, այնտեղ աղ չեք ցանել, թե ձյուն չի եկել, որտեվ ոնց նայում եմ, այնտեղ այսօր նայեցի էլ նոր էլ դուրս եկա, փոս չկար։ Փոսը առաջանում է, երբ որ ջուրը կամ ձյունը լցում ասֆալտի տակ, սառում է, սառելու ընթացքում ֆիզիկայի օրենք է, լայնանում է, մեծանում է ծավալը, հետո հալում է, այդտեղ մնում է փոս, մեքենան ասնում է, առաջանում է փոս։ Ստեղից մենք ենթադրում ենք, որ փոսերի հիմնական մասը ոչ թե առաջացել են աղերից, ես չեմ ժխտում, որ աղից կարա առաջանա փոս, բայց ես պնդում եմ, որ փոսերի հիմնական մասը ոչ թե աղից է, այլ փոսերի հիմնական մասը վատ վերանորոգված դիտահորներից է, վատ վերանորոգված խրամուղիներից է, որ անընդհատ էլի առաջանում են փոսեր, չվերանորոգված փողոցներից է, որ օրինակ մի փողոցը մտնում եք, հենց հիմա էլ կարող են գնալ, ես խնդիր չունեմ, Լեռ Կամսար փողոցում նաև 25 թվականին, դա ցույցել եմ տվել, մի փոքր փոսը, եղել են այդ փողոցով ամբողջը իբրև ասֆալտապատել անցել են, լիքը փոքր փոսեր են թողել, այդ փոքր փոսերը հիմա դառել են մեծ փոսեր, որը արդեն մեքենաներն էլ են ջարդում, ջրափոսեր էլ են դառնում եւ այլն, ու Լեռ Կամսար փողոցը այս տարի նույնպես պետք է կատարվի ասֆալտապատման աշխատանքներ, որովհետև այլ տարբերակ չկա այնտեղ խելքի բերելու։ Փոսային նորոգումով այդ փողոցը խելքի բերել հնարավոր չէ, իսկ Լեռ Կամսար փողոցը գնում է, շարունակվում է, դառնում է Լեոնիդ Ազգալյան փողոց, որը սարսափելի վիճակում է մի խոսքով այդ փողոցը։ Խնդիրը տեսեք ինչն է, էլի, ես բյուջեան ուսումնասիրել եմ, գիտեմ ասֆալտապատման հետ կապված ինչ ծրագրեր կա։ Մեծ հաշվով փոսալցման, այսպես կոչված փոսալցման աշխատանքներ հիմա էլ են իրականացում, ուղղակի երբ որ մենք տեսնում ենք, շատ ցավալի վիճակներով է, հա, այդ փոսալցման աշխատանքը կանեն, թքել կպցնել, աշկ փակել, չգիտեմ, աշկերին թոս փչել, ինչ որ այդ բառապաշարի ինչ որ աշխատանքներ է, միտքը դուք 3 անգամ 25 թվականին ասֆալտապատել են Լեռ Կամսարը ու Լեռ Կամսարը նորից ասֆալտապատման կարիք ունի, բայց ստեղ օրինակ Գրիբայեդով փողոցը այնտեղ դիտահորը վնասվել էր, եկել են, վերանորոգել են, նորից վնասված է։ Խնդիրը ստեղ խորքային է, վերանորոգման առումով աշխատանքները ոչ լավ վերահսկում են, չմոռանանք տեղհսկողության գների մասին, էլի, ոչ լավ վերահսկում են, ոչ էլ լավ կատարվում են։